Պենտեկոստեն մոտենում է, ամեն, հարցը նրանում չէ, որ լեզուներով խոսակ, ես լսում եմ, թե ինչպես են մարդիկ ուզում խոսան լեզուներով, լեզուից առաջ քեզ ուրիշ բան է պետք, քեզ պետք է որ նա քեզ հպվի, ամեն, և նրան հպվելու համար Աստծուն էլ մի պահանջ ունի մեզ, սպասումներ, քանի մարդ է երբևից է ծարավել, մենակ չասես, ես չեմ ծարավում, բոլոր նորմալ մարդիկ ծարավում են, քանի մարդ է ծարավել, որ ծարավում ես դա ուր է քեզ տանում, ջրի աղբյուրներին, որպեսի գա Սուրբ Հոգին քեզ նրան ծարավել է պետք, ամեն, եկ միասին սա երկենք, բայց պետք է երկենք բոլորդ, մինչև վերջին մարդը չերկի, նախ չես նստելու, ես էլ չեմ սկսելու, ուրեմն հենց գլխանց երկիր, իրար հետ միասին, ասում է Պենտեկոստե այսօր, գրված է Պենտեկոստեի օրերը լռացան, վերցրու բարձրախոսդ, Պենտեկոստեի օրերը լռացան, և Սուրբ Հոգին եկավ, մենք Պենտեկոստեի օրերի մեջ ենք դեռ, Պենտեկոստե բոլորս միասին, ես տեսնում եմ, այցելիր Սուրբ Հոգին, այսօր և այսուհետև, այցելիր Սուրբ Հոգին, հոգով լցվենք կրակոտ, այցելիր Սուրբ Հոգին, Աստծո սիրով հասրանանք, այցելիր Սուրբ Հոգին, բարձրացրու քո ձեռքերդ, Միատ ձայն եմ ուզում լսեմ, կա այստեղ կենթանի մարդ, բարձր, ուզում եմ քո ձայնը լսեմ, այսօր և ավելի բարձր, իբր թե կենթանի ես, դուք հաղթում եք, Պենտեկոստե է այսօր, այսօր և այսուհետև, այցելիր հոգով լցվենք զորանանք, հետո Աստծո սիրով քաղցրանանք, դուք մալաց Պենտեկոստե է այսօր, այցելիր Սուրբ Հոգին, հալելույա, այսօր և այսուհետև, այցելիր Սուրբ Հոգին, իսկ հիմա բոլորս միասին մեր ձեռքերը բարձրաց, զորանանք, այցելիր Սուրբ Հոգին, Աստծո սիրով քաղցրանանք, այցելիր Սուրբ Հոգին, այցելիր Սուրբ Հոգին, այցելիր Սուրբ Հոգին, այցելիր ավելի բարձր, այցելիր Սուրբ Հոգին, հալելույա, Պենտեկոստե է այսօր, այցելիր Սուրբ Հոգին, քո կրակով, քո զորությունով, վայրեջք կատարիր, քո ժողովրդի վրա, վայրեջք կատարիր, ամեն ծարաված հոգու վրա, վայրեջք կատարիր, քո կրակով, ամեն, կա այստեղ մարդ, որ անցյալում չի եղել, նախորդ ծառայությանը, Պենտեկոստեի կրակի Աստված, կխնդրեմ տեսնեն քո ձեռքերը, եթե դու այն մեկն ես, որ անցյալ ծառայությանը ներկա չես եղել, ապա կխնդրեմ մտնես YouTube-յան մեր ալիքը Revival Church of Hollywood էջը և նայես Պենտեկոստեի կրակի Աստված պատգամը անպայման, այո, այսօր այդ պատգամի շարունակությունն է, այդ քարոզաշարքի հաջորդ պատգամը, որը կրում է այս վերնագիրը, ուրեմն Սուրբ Հոգու վայրեջքը Պենտեկոստեում, թույլ տուր մի բան ասեմ բոլոր
նրանց համար հատկապես, որ չեն եղել, եւ ձեզ, որ եղել եք, ուղղակի ամփոփելու կարգով ուզում եմ ասեմ, եթե ես հիմա բարձրախոսը ձեռքից իջնեմ ներքև եւ հարցնեմ որոշներիդ, ինչի մասին էր անցյալ ծառայության իմաստը, գլխավոր միտքը, այսինքն նա որ այստեղից ծառայում էր ձեզ, որն էր իր մեսեջը, լավ, Պենտեկոստեն կատարվել է, տեղի է ունեցել 2000 տարի առաջ, դա բոլորս գիտենք, բայց որն էր մեսեջը քեզ համար, այն հետևյալն էր, նրանք ովքեր բացակայ են եղել, ես ուզում եմ որ դու լսես, այն հետևյալն էր, աշակերտներին, այսինքն Հիսուսի համար ճիշտ հարմար էր, որ աշակերտները մնային միաբանության մեջ, ճիշտ է, միաբանությունը տևեց 10 օր, այո, մի քիչ կարող է կերան իրար, մի քիչ կարող է տարաձայնություն, այսօր ենք նստես, խենք նստե, բայեսի մաթորը չորա, հերիք եղավ դու այդ փափուկին նստես, մի հատ մենք նստենք, հələ չգիտենք քանի օր հետո է Պենտեկոստեն լինելու ամենալավաթորը, իհարկե գիտեք ով կզբաղեցներ, ալելույա, ամենալավաթորի վրա նստել ես եւ այլն, ես կոմենկոմ, մի խոսքով, հեսա դրան անդրադառնալու ենք, հեսա մտնելու ենք այն տունը, որտեղ իրանք այդ 120 այդ տան մեջ 10 օր դիմացել են, շատ լավ, բայց այն որ 120-ը մնացին ու 10 օր հետո Սուրբ Հոգին եկավ, մի բան եղավ։ Ասում ենք, որ եկավ եւ 120-ը կարող է սկզբից անհաշտություններ ունեին, բայց մի բան կատարվեց, որ դա բավարարեց Աստծո պահանջը եւ նա եկավ։ Նա երբեք չի գա քո կյանքի մեջ, եթե քո կյանքի մեջ քաոս է ու դու իրեն չես սպասում, քաոս է ու դու իրեն չես լսում, քաոս է ու դու իրեն չես կանչում, նա երբեք չի ներխուժի։ Աստված չի ներխուժում, Աստված գալիս է եւ դու խնդրում ես։ Այո։ Նա չի ներխուժում, նա գալիս է երբ որ դու ես խնդրում, այո, հիմա աշակերտները աղոթում են, աշակերտները սպասում են, ինչ որ մի բան կարգի եկավ սրանց մոտ, խելքները գլուխները հավաքեցին, միաբանություն, աղոթում էին, ինտենսիվ էին աղոթում, սուրբ գրություններն էին ուսումնասիրում էին, աղոթում էին, ուսումնասիրում էին, միաբան էին եւ դրա վրա եկավ Աստծո գերբնական պատասխանը։ Սա առաջի ծառայությունից քեզ թարմացում որ երբ որ դու նայեք միասնությունը կամ միաբանությունը դա շատ զորավոր զենք է նա միասնության նա խաղաղության Աստվածը եթե տանը կա ջարդ ու փշուր ավիրվածություն կռիվ անհասկացողություն այդտեղ չսպասես Աստծուն նա միաբանությամբ եկեղեցին որը խառնաշփոթության մեջ է, կռիվների մեջ է, բաժանումների մեջ է, վատ բաներ են դրանք, սրա մեջ է, այդ եկեղեցու մեջ չսպասես առողջություն, բժշկություն, նշաններ, Աստծո շարժ, չսպասես, Աստված գալիս է միաբանության վրա, ուզում եմ որ կողքինիդ մի հատ գտնես իրան, համ նա տես ոնց է ինք իրան զգում, արդեն անցել է 10 րոպե, եւ մի հատ իրան ասա միաբանություն, 10 րոպե անցել է, տես լավ է, ոնց է լավ է, Փառք Հիսուսին, միաբանություն, հիշիր, Աստված գալիս է միաբանության վրա ու երբ որ աշակերտները անում էին այն ինչ որ պետք է անեին աղոթում էին միաբան էին հաշտ էին սուրբ գրային գրություններն էին ուսումնասիրում այդ ժամանակ հանկարծակի իջավ Աստծո հոգին իր գերբնական պատասխանով իսկ հիմա եկ այստեղ նայենք ես օգտագործեցի մի հատ բառ հանկարծակի այս բառը արինայինք էկրանին շատ եմ սիրում այս բառը սրա Գիտեք ես սրա մասին քանի տեղագրած 669 տեղ, էդի ահակին եմ լուրջ բառը, հանկարծ, յուրիկ եղբայր, հանկարծ, ես շրջվի քո հետևին են ասա, հանկարծ, դա գինոմայ բառն է հունարեն, որ նշանակում է գինոմայ, ձերի հետ էլ հունարեն եք սովորում, Անցյալ դասից ինչքան բան սովորեցիք նոմա, ռուախ, այսօր մի հատ նոր բառ եք սովորում գինոմայ։ Հունարեն նշանակում է հանկարծակի պատահել կամ հանկարծակի էտի առաջացավ։ Նոր կտակարանում այն հանդիպում ենք 669 անգամ այն հաճախ օգտագործվում է տեղի ունեցող իրադարձությունները, կատարված հրաշքները կամ վիճակի փոփոխությունները նկարագրելու համար։ Ասա գինոմայ, հանկարծ, ասա հանկարծ Մի բան որ քո կյանքում որ սպասում ես, աղոթում ես, դրա համար ծոմեր ես վերցրել, աղոթել ես, աղաղակել ես, Տիրոջ երեսն ես փնտրել, նրան ծառայում ես խոնարհությամբ, հավատարմությամբ, հանկարծ քո չսպասած օրը, նա քեզի տելեգրամ չի ուղարկելու, որ ես այս օրը գալու եմ, նա գալիս է հանկարծ, նա բոլորի հետ հանդիպել է հանկարծ, նա Մարիամին հանդիպեց հանկարծ, այո, Նա շատերին հանդիպեց հանկարծ, նա աշակերտներին այցելեց հանկարծ, նա Պենտեկոստեի օրը իջավ հանկարծ, ուրեմն սա կարևոր բան է, սպասիր Աստծուն,
որովհետև նա պատրաստում է քո գինոմայը։ Քանի մարդ ցավերցրեց։ Քանի հատ ուրախ հավատացյալ կա, թող ասի ամեն։ Հալելույա։ Ջարդու փշուր չէ եղած շասես, ասա ամեն։ Հալելույա։ Գինոմայ։ Եթե դու Աստծուն ես պատկանում, եթե դու Աստծուն հավատացող մարդ ես, ջարդու փշուր չլինես, չթողես դևը քո կարգավիճակից ուրախանա։ Ցույց չտաս նրան, որովհետև եթե դու ջարդու փշուր ես ներսով, դրանից Տերը տեղյակ է, բայց իրան ցույց չտաս։ Այո։ Այս գինոմայի մասին։ Սա նշանակում է, որ Աստված հանկարծ կարող է բոլոր նրանք, ովքեր աղոթում են ու սպասում են, մտնի քո ամուսնության մեջ, խառնվի քո ամուսնության մեջ, որտեղ աղոթել ես, եւ ինչ անի, տիրի ամուսնուն եւ կնոջը, եւ այդտեղ եթե կար մի քիչ անհաշտություն, ինչ անի, բերի բժշկություն այդ ամուսնության մեջ։ Հանկարծ նա կարող է այցելել քեզ եւ բժշկել քո մարմինը։ Հանկարծ նա կարող է այցելել քեզ եւ լցնել քեզ Սուրբ Հոգով։ Հանկարծ դու կարող ես հանկարծ հեռախոսազանգ ստանաս նոր աշխատանքի առաջարկի համար։ Հանկարծ քո եկեղեցին կարող է լցվել, որովհետեւ նա գործում է հանկարծ։ Գինոմայ, հանկարծ Տերը կարող է այցելել քեզ։ Եվ են որ աղոթել ես ու տարիներով լացել ու սպասել ես քանդի անեցքի արմատները։ Հանկարծ քեզ լուր կտան, որին երկար ես սպասել, բայց այդ լուրը, որ դու լսես, այն ինչքան երկար տարիներ սպասե մղկտացել ես, այնքան ճոխ է լինելու, որ այդ մղկտոցը մի րոպեում ծածկելու է։ Դա Հիսուսի ձեռագիրն է։ Ամեն։ Որպեսզի հասկանանք ինչի մասին է այսօրվա պատգամը, եկեք միասին գնանք Գործք առաքելոց 2-րդ գլուխ եւ սկսենք մենք այս օրերին սրանից հեռու չենք գնացել եւ չենք գնալու մինչեւ մյուս կիրակի, նորից ենք խոսել թե մյուս կիրակի Պենտեկոստեի տոնն է եւ այստեղ հանդիպում եմ նորից այս բառի հետ եւ հանկարծակի, այսինքն գինոմայ երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը ուր նստած էին եւ երևացին նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից եւ նստեց նրանց ամեն մեկի վրա։ Սենց է գրված։ Ուշադիր ինչ որ խոսում է մի բան, որ հանկարծ Աստված Սուրբ Հոգին այցելեց, հա, Սուրբ Հոգին այցելեց, Սուրբ Հոգին իջավ, հա, այդ ներկա 120 ներկաների վրա, ունդե մի բան տեղի ունեցավ, հա, մի բան տեղի ունեցավ։ Ուզում եմ այս կոնտեքստի մեջ մի քանի կարևոր բան տեսնես, հանկարծ։ Ուզում եմ որ դու տեսնես, որ նա իջավ նրանց վրա, եւ եթե չեմ սխալվում, այստեղ անպայման այս անկյունում մի բառ եմ տեսնում, կրակ։ Եվ լեզու բառն եմ տեսնում, լեզուներ, հա? Պենտեկոստեի օրը Աստված օգտագործել է գերբնական պարգև, որի անունն է կրակի լեզուներ, մի բան անելու այսօր քո աստվածաբանության մեջ մի հատ բերելու եմ նոր թարմություն, որովհետև մինչև կգայի ես կհասնեի այստեղ, ես շատ ծառայողների հետ եմ հանդիպել եւ աղոթքի տեղը եւ հարցրել եմ Պենտեկոստեի օրը երբ աշակերտները, այսինքն այդ հավաքված 120-ը խոսեցին լեզուներով, դա նույն լեզուների աղոթքն է, որի մասին գրել է Պողոս առաջի Կորինթացիների 14-րդ գլխում, հենց մի անգամից ուզում եմ ասել, ոչ, դա նույն աղոթքը չէ, որովհետև հիմա ստեղ տեսնելու ես լեզուները որպես գերբնական գործիք, լեզուները որպես գերբնական գործիք Աստծո համար, ինչ-որ մի հզոր աշխատանք անելու համար։ Բայց մինչև ես ավելի խորը կգնամ, ավելի խորը կնայեմ, հա, այս մասերը, ես ուզում եմ 2000 տարով հետ գնանք, եկեք 2000 տարով հետ գնանք, մի հատ գնանք մի տուն, որտեղ 120, ձեր տանը քանի մարդ է տեղավորվում ամենաշատը, որ տունը կարերից չի քանդվում, տեղավորվում են էլի, կա 120 մարդ կտեղավորվի ձեր տանը, Չէ, ձեր տուն ուրեմն փոքր է, ստեղ 120 կտեղավորվի, պատկերացրեք դա Մարկոսի մոր տունն է եղել եւ վերնատուն է եղել, այսինքն մի հատ տունը, որ վերևի հարկել է ունեցել եւ այդտեղ 120 մարդ մոտավորապես sense մի սենյակ, սակայն որքան էլ սենյակը այսպեսին է եղել, ես կարծում եմ 120 մարդու համար մահճակալ էր պետք, որը հնարավոր չէր ստեղավորել։ Էդի կլներ կոմունիստական պիոներական ճամբարը, հիշում եք սենց սալդատի, մի խոսքով։ Ուրեմն այդտեղ պետք է եղել աթոռներ, որ մարդիկ նստեն, համաձայն եք։
Այդտեղ մի բան է պետք եղե որ մարդիկ պարկեն, ուրեմն հնարավոր է որ 120-ի համար այդ մի սենյակում 10 օր մնալը եղել է բավականին բարդ բան։ Համաձայնվեք բարդ է եղել։ Հիշեք 2000 տարի առաջ Երուսաղեմ եւ այլն, հնարավոր է այդտեղ շոկ է եղել, որովհետեւ տոնը եղել արդեն գարնանը եւ այլն։ Հələ գնացեք այցելեք Երուսաղեմ, տեսեք ոնց եք շնչում ընդեր։ Անտանելի տակ է այնտեղ, անտանելի։ Խելացի մարդը Երուսաղեմ պիտի այցելի փետրվար, հունվար ամսին, որ կարողանա շնչի։ Դու գնա Երուսաղեմ, ես ամռանն եմ ընդեղ եղել, ինձ թվաց թե ես դատապարտության մեջ եմ եկել ինձ մտցնելու, անհնարին է շնչելը, այդպիսի խայտարակ տաքություն կար ընդեղ։ Հիմա պատկերացեք 120 առանց կանդիցիոներ մի սենյակում, 120 առանց կահույքի մի սենյակում, եւ ինչ որ մեկը ուզում են նստի, ոնց որ նստելու տեղը հարմար չի։ Մի քիչ հեմվում է պատին, մի քիչ նստում է, հետո մի քիչ պարկում է գետնին։ Կա չէ՞ տենց բան։ Ես ուզում եմ որ 120-ին տեսնես։ Սրանք մի քիչ դժվարության մեջ են։ Դուք տենց եք սպասում կոմֆորտի մեջ, բան չէ, ամեն ինչ լաված ասում, այս 120-ը նեղված, չգիտեմ, ինչ-որ կարող է մեկը ցեխոտ ոտերով, նասկիների հոտ, ալելույա, կարա տես բան լինել, հիգենիա բան չկար այն ժամանակ, ուտերիս ուժը, կարար տես բան լինել, մի քիչ, ատենց, հելան, կանդիցիոներ, շամպուն, բան, տես բաներ չկար, ախր, չգիտեմ ինչով էին մարդիկ սկի լողանում մարդավարի, վերջը բուրբունք, ամեն ինչ սենց, ուզում եմ որ դու պրոստը պատկերացնես այն ինչ որ իրանք են տարել, ինչի մեջով իրանք են անցել, մեկ էլ իմ ու քո սպասումները 2000 տարի անց, ու մենք նեզ ջաղջաղված տեսքով ենք գալի իր առաջ, Դիշ ջաղջաղված տեսքով ենք մենք գալիս Տիրոջը բացատրելու թե որքան մենք դժվարություն ենք Այս 120-ը այդ շոկ կրակ այդ սենյակում հավաքված մեկը նստում էր մեկը կանգնում մեկը հենվում էր պատին մեկը պարկում էր մեկը կանգնում էր մեկը հորանջում էր մեկը ինչ որ գրություններն էր սուրբ նայում հետո որոշում էին աղոթել հետո որոշում էին լռեին դե մեկ-մեկը պիտի քնեին չէ քնում էին ով գիտի թե ինչ խռոց սպան եւ այլն շատ Գիտես ես խեմ ես քեզ նկարագրում որպեսի քո բողոքը թուլանա Ես սա նկարագրում եմ որովհետև սա իրականում տենց է եղել տենց է եղել Պատկերացնում եք դու ձեր տանը իդեալական վիճակ եք ստեղծում որ դու քնեք որ ճանճը չտզա որտեղ ձեր նյարդային համակարգը բորբոքված է ճանճը որ տզա ձեր քունը կխանգարվի եւ դուք առավոտյան կարտնանաք արդեն ներվայնացած Դուք պատկերացնում եք 120-ը խրացնելուց Ես չգիտեմ ինչ քնի մասին կարող են դե խոսք լինել Եվ ուրեմն չգիտեն էլ խին է հավաքվել Չգիտեն էլ ասելա տերը հավաքվեք հավաքվել են Ասելա սպասեք սպասում են Ա ինչ է լինելու Ես խի ենք հավաքվել Ով է գալու Ում ենք դիմավորելու Բա որ դիմավորել ենք խի պատրաստություն չենք քաշում Ես իր վերի զորություն բան էդի ոնց է լինելու Նստած են ինչ որ մի բան ուտում են Ախր ձկնոց տղեր կային մեջները ձուկա բանա սիգայա բերում էին խորովում էին կերան պրծան բա ինչ եղավ բա այսօր էլ չեկավ Բա դե լավ սպասենք վերկանանք մի քիչ աղոթենք Աղոթում էին նստում էին հելնում էին վեր էին կանում եւ այսպես 10 օր 120 մարդ մի սենյակի մեջ կարողացանք այսքանը պատկերացնենք 120 հոգի մի սենյակի մեջ աղոթում եւ սպասում արի միասին նայենք մի քանի բան Եվ գրված է հանկարծ էսի շատ արդեն ասացինք հա դինոմայ հանկարծ անսպասելի դա առավոտ շուտ էր որովհետեւ երբ որ նրանք սկսեցին խոսալ լեզուներով ինչ էին ասում Այս առավոտվա ժամը 9-ը, այսինքն ավելի շուտ է եւ հիմա ասենք գինովցած են, ինչի՞ փոստերին սրանք խմելու մի առավոտ անսպասելի չսպասած պահին եւ ժամին հանկարծ Սուրբ Հոգին այցելեց 120 մարդկանց վերնատունը սպասելուց եւ կրակն ու քամին մենք ասացինք անցած ծառայությանը նա եկավ ինչպես ասում է երկնքից մի հնչյուն լսվեց սաստիկ քամուպես նոմա Սաստիկ մի հատ քամի, հետո ստեղ խոսում է ճանաչիր աստծո էությունը քամի, հետո ասում է կրակ, սրանք երկուսը խորհրդանշում են ամենակարող աստծո ներկայությունը, երբ Տերը գա քո կյանքի մեջ, դու դա կզգաս։ Ամեն, չի կարող պատահին հպվի քեզ ու դու դա չզգաս։ Այդպես բան չի կարող լինել։ Նա գալիս է անպայման եւ քո ֆիզիկական մարմինը անպայման իրեն զգացնել կտա, որ դու հպում ես ստացել։ Հաջորդ բան արի նայեք։ Աստված դա կրակի սյուն է,
որը առաջնորդում է խավարում իր որդիներին, որովհետև այստեղ խոսքը կրակի մասին է գնում, եւ ես անմիջապես հիշեցի Ելից գրքից մի պատմություն, եք դա նայենք, որից հետո մի հատ կարճ թեթև վկայությունն եմ քեզ ասելու, եւ Եհովան գնում է նրանց առաջից ցերեկը ամպի սյունով, մի տեսակ առավոտ կանող ցերեկով ամպը տեսնելը սյունի պես մի քիչ բարդ է, կրակը կարայի տեսնել, որտեղ կարմիր է, ոնց ինչ-որ վառվող է, բայց այս ամպի սյունով ճանապարհեր ցույց տալիս նրանց, գիշերը գնում էր կրակի սյունով, որ նրանց լույս տար, որ ցերեկ ու գիշեր գնան։ Հա, հիմա ես նախադասության վերջի մի հատ ուշադրություն մի հատ բառի վրա։ Ասում եմ ցերեկը ամպի սյունի պես կրկնում անորից, գիշերը կրակի սյունի պես, ժողովրդի արջևից էր գնում, ուշադրին նա ինչ ասում, չպակասացրեց։ Ամեն մարդ, որ այստեղ գրամ անգամ կասկած է ունեցել նրա շնորհքի, նրա առաջնորդության վրա, թե ոնց անելու է Տերը, ախր ոնց է էսի անելու, ախր ոնց է Տերը մեր էս ինչ ինձ սրան փրկելու, նրան փրկելու, ամուսնուց անել ավելի, это не серьезно։ Մտածում եմ, որ Աստծո ձեռքը պակասել։ Ասում եմ ուշադիր նայես նախադասությանը, իմ ոչինչը չի պակասում։ Ամեն։ Գիտեք, երեք առավոտյան ես սառնարանից հանեցի մի հատ խաղողից չմտածեք ես ոչ գինի խմող եմ, ոչ մաճար սարքող եղողակի խաղողից հյութ եմ սարքել, որ կերակրեմ թթխմորին, որ թթխմորը ավելի ակտիվ լինի։ Հանկարծ երբ որ հանեցի այդ շիշը, նկատեցի նա պայթելու վրա է, որ հավաքվել էր այդ գազերը, չէի կարող սխմեի անգամ այդ շշին։ Երբ որ բացեցի առաջի անգամ կյանքումս, երբ երեխա է, որ ասում են Ալադինի լամպից ջինը դուրս է գալի, հիշում եք դες մի բան կա, ջինը դուրս է գալ։ Երբ որ բացեցի այդ շիշը, շշի բերանի տրամագծով մի հատ ամպիսյուն դուրս եկավ։ Այդ գազերը ամպիսյունի պես դուրս եկան, եւ ես նայեցի իրան գնացին ու սկսեցին օդի մեջ վերջանալ։ Ու ես ասեցի, ես տեսա, ինչպես է ամպիսյունը շշի մեջից դուրս գալիս, եւ ես տեսա, Իսրայելը հենց այսպես տեսել է, պարզ տեսել է, որ Աստված ամպիսյունով գնում է իրանց հետ առաջից, գնում է, հա, գնում է, եթե հանկարծ Աստված որոշեր այստեղ նայի, թեքվեր, Իսրայելը թեքվելու էր, որովհետև ամպիսյունը պարզ երևում էր, երեք ես տեսել եմ այդ ամպիսյունը, պարզ հստակ բարձացավ մինչև օդի մի հատ մակարդակի վրա վերջացավ։ Գիշերով նա գնում էր կրակի սյունի պես եւ Իսրայելը գնում էր նրա հետևից։ Աստված չի պակասել։ Աստծուց չի պակասել քո կյանքում։ Նրա ձեռքը չի կարճացել, նրա բասկի զորությունը չի թուլացել, նա երեքն այսօր, նա հավիտյան, նույն Պենտեկոստեի կրակոտ Աստվածն է, որը չի վերջանում, ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Բայց ես նկատում եմ մի բան, որ կրակը, որ իջավ, չի գրված նրանց ծնկները այրվեցին, եւ նրանց ոտի ուշադիր, նրանց ոտի թաթերը այրվեցին եւ նրանք սկսեցին ցատկոտել, գրված այդ կրակը միտեղ կպավ լեզվին։ Կրակը կպավ լեզվին, այո, ինչու կրակը կպավ լեզվին, հիմա մի բան ենք նայելու, նայեք, առաջին եկեղեցին ծնվել է Պենտեկոստեի օրը, որի սաղմը եղել է 120 բջիջից, եկեղեցին 3000-ը չի եղել, եկեղեցին այդ 120-ն զարգացել, այդ 120-ի միաբանության աղոթքի եւ որոնումների հիման վրա է իջել Սուրբ Հոգին ու չի իջել 3000-ի է, իջել է այդ 120-ի վրա, որոնք սկսել են խոսել լեզուներով, հետո նոր 3000-ը Պետրոսի քարոզչությունից փրկվեցին, եկեղեցին ծնվել է 120-ից, այդ բջիջները դա առաջին սաղմն էր, որ ծնվեց որպես Քրիստոսի եկեղեցի 2000 տարի առաջ, սա մեկ, բայց ամենակարևոր պահը, որ ուզում եմ նկատես, որ նա չկպավ ոտքերին, չկպավ ուրիշ ոչ մի տեղ, կպավ նրանց լեզվին կրակով, եկ մի տեղ նայենք, ուզում եմ ստեղ նայես, Ես գիտեմ, որ դու աղոթում ես, որ Աստված կա լավ ես անում շարունակիր։ Ես գիտեմ, որ դու ուզում ես, որ Աստված խառնվի քո կյանքի մեջ, լավ ես անում, բայց կան պահանջներ, որ ես ու դու պիտի անենք։ Նայ, մարդու բերանը կապված է իր սրտի հետ։ Համաձայն չեք։ Գիտեք, մարդիկ կա, որ ասում են, այ Մարտինքը հայոյողը, բայց սիրտը շատ մաքուր տղա է, շատ մաքուր տղա է։
Անենց հայոյել քեֆի ժամանակ բոլորին։ Սաղին պեչատել տեղն ա դրած, բայց մի նեղացեք։ Այդ որ խմում է իրան կորցնում է, բայց սիրտը շատ լավ տղա է, չկա տենց բան։ Աստվածաշունչը առակած գիրքարի նայենք։ Ղուկասն ու առակացը, նա ինչ ասում, չկա տենց բան։ Եթե մարդը ունի անիծող լեզու, եթե մարդը ունի բամբասող լեզու, եթե մարդը ունի հայոյող լեզու, դա գալիս է մի տեղից դրանունն է սիրտ։ Բարի մարդը իր սրտի բարի գանձից է բարի բաներ բխում, այո, չար մարդը իր չար սրտի գանձերից է չար բաներ բխում, որովհետև սրտի ավելացածիցը խոսում է նրա բերանը։ Աստվածաշունչը այսպիսի որոշում է տալիս վատ լեզվի մասին։ Հաջորդը նայենք առակացից։ Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտի համար, որ նրանից է կյանքի ելքը։ Հեռացրու քեզանից բերանի ծռությունը, սուտ խոսալը ծուռը։ Որ կա չէ սուտ վկայություն անել մեկի համար եւ այլն։ Ծռությունը եւ նենգավոր շորթունքները թող հեռու լինեն քեզանից։ Միթե մենք Պենտեկոստեի օրը այս օրերին եւ այս ասքարոզաշարքին այս համարների կարիք ունենք էնել ոնց, որովհետեւ նա ասում է հպվեց նրանց կրակով եւ նրանց վրա կար կրակել լեզուներ, ու մենք գիտենք, որ կրակը ունի մի ֆունկցիա վառել, մոխրացնել, ամեն անհիգենիկ բան, ամեն անմաքուր բան վառել, այտենց է թե չէ, շատ լավ։ Ես մի տեղ եմ քեզ ցույց տալու, որ համեմատական եմ, երեք համեմատական եմ արել մի աստծո մարդու հետ, որը 20 տարեկան էր ընդամենը, սա սուրբ գրքից է, հետո դուք կտեսնեք, 20 տարեկան էր նա ընդամենը, ես նայում եմ այդ տղային, որը հետագայում դառավ հզոր մարգարե, Իսրայելի հզոր մարգարեներից մեկը, ես նայում եմ այս տղային, երբ նա առաջին անգամ հանդիպեց երրորդությանը, ինչ տեղի ունեցավ, հետո նայում եմ Պենտեկոստեում, տենում եմ ճիշտ ուղիղ նույն սխեման, տենում եմ ճիշտ ուղիղ նույն ձեռագիրը Աստծո։ Եթե Պենտեկոստեի կրակից ասում ենք Աստված ստեղծեց եկեղեցին, այո, դուրս եկան այդ վայրից իրանք, արդեն կրակոտ, բերանները կրակոտ, Աստված չի կարող օգտագործել, ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բայց ես չեմ կարող այս ճշմարտությունը չասել, նա չի կարող օգտագործել կեղտոտ բերանը, նա պիտի անպայման այն մաքրի, որ օգտագործի, լսում ես, Աստված, մարդիկ ասում են, ինչու ինձ Տերը այս պարգևը չի տալիս, նայում ես բամբասանքի մեջ կծկված, կոլոլված, նայում ես չարության մեջ, անեծքի մեջ, հայոյության խոսքերի մեջ, Աստված չի կարող հայոյող բերանը օգտագործել իր գործի համար, դրա համար քեզ պետք է կրակ, որ նա վառի դա, աշակերտների բերանը վառվեց կրակով, աշակերտների վրա իջավ կրակը, մենք խոսում ենք կրակի մասին, որտեղ դրանից են կոմզենք Աստված չի օգտագործել, նա պիտի վառի անմաքուրը, որ կարողանա քեզ օգտագործի, քանի մարդ է սրան համաձայն, մնացածը նեղված են արդեն, նրանք պիտի ավետարանը քարոզեին ոչ միայն մաքրված բերանով, այլ նաև կրակոտ, քեզ դուր է գալի կրակոտ քարոզողներ, քեզ դուր է գալի կրակոտ ավետարանիչ, քեզ դուր է գալի կրակոտ փառաբանության, դու էլ տենց եղի, ամեն, պարտիրոջը, բոլորն են սիրում կրակ չի սիրում գիտեք, մենակով, ռիլիգիան, դուք նկատեք ռիլիգիայի մեջ կա մահվան լռություն, կենթանի եկեղեցուներում ինչ կա, կրակ, ամեն, հալելույա, ես ասացի ձեզ մի 20 տարեկան երիտասարդ ծառայողի պիտի ցույց տամ հին ուխտից եք նայենք դրան, դա Եսային էր, Եսային ընդամենը 20 տարեկան երիտասարդ էր, այստեղ մի հատ կարևոր բան ունեմ, իմ պատգամի հետ դա կապ չունի, բայց ես անպայման այս առիթը չեմ բաց թողնի մի կարևոր հայտնություն ստեղից քեզ տալ, բայց արի կարդանք հետո կասեմ, Ոզիա թագավորի մեռած տարին տեսա Տիրոջը, բարձր եւ վերացած աթոռի վրա նստած եւ նրա քղանցքը փեշերը լցրել էր տաճարը, Սերովբեները կանգնած էին նրանից վերև, այսինքն հետևը կանգնած էին վերևում, որոնց ամեն մեկը 6 թև ուներ, 6 թև, երկուսով ծածկում էին սերովբեները իրանց երեսը, երկուսով ծածկում էին իրանց ոտները եւ երկուսով, այդ երկու թևերով էլ թրջում էին, 6 թևանի սերովբեներ կանգնած էին, ասում եւ տեսա Աստծուն, տեսա նրա գահի հետևում կանգնած, հաջորդը, եւ մեկը կանչում էր,
Մյուսին այդ ծառոբեների մասին է խոսում։ Եվ մեկը կանչում էր մյուսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորաց Տերը։ Բոլոր երկիրը լի է նրա փառքովը։ Եվ դրանտիկի հիմերը, ուշադիր, ասма երբ ասեցին այս բառերը, դրանտիկի հիմերը, այսինքն դրան հիմքերը երերացին աղաղակողի ձայնիցը եւ տունը ծուխով լցվեց, նորից կրակ, նորից ծուխ, հերու չեն գնում, նկատում եք, նրա ներկայությունը ոնց է բացատրվում, հաջորդը, եւ ես ասացի, վայ ինձ, սա Եսային է ասում, վայ ինձ, որովհետեւ կորած եմ, որովհետեւ ես պիղծ շրթունքով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսավ զորաց Տեր թագավորին, եւ սարովբեներից մեկը թռավ ինձ մոտ, ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վրայիցը եւ նրանով դպավ իմ բերանին, հոպ, ստե Պենտեկոստե եմ տեսնում, դպավ իմ բերանին եւ ասաց, ահա սա դպավ քո շրթունքներին եւ քո անօրենությունը հեռացավ եւ քո մեղքը քավվեցավ, տարավ ինչը կրակը եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր, որին ուղարկեմ, որ գնա մեզ համար Բա ասում են մի հատ Աստված կա, այսով է մեզ համարը, ստեղ նայեք, որտեղ է թաքնված երրորդությունը, ասում է եւ ես տեսա Աստծուն եւ հիմա ասում է տեսա այնտեղ խորհուրդ են անում, ում ուղարկենք մեզ համար, ուրեմն դա մեկից ավել մեկն է եղել դե նստած, այո, մեզ համար, եւ ես ասացի, ահա ես ինձ ուղարկիր, այս կոնտեքստի մեջ մի քանի բան եմ ուզում տեսնենք, ասում է Ոզիա թագավորի մեռած տարին տեսա Տիրոջը, գիտեք Ոզիանով է եղել Եսայի համար, իր քերին Մարդիկ կան, որ չեն կարող գալ եկեղեցի, որովհետև նրանց տանը Ոզիա է պահում։ Մարդիկ կան, որոնք չեն կարող աճել Աստծո մեջ, որովհետև նրանք իրենց կյանքում ունեն Ոզիա։ Մարդ կա, որ այդ Ոզիայի խաթր չի կարող գա Տիրոջը, բայց լսիր, մի օր գրված է Ոզիան մեռավ։ Եվ այդտեղ Աստված է խառնվել։ Երբ որ Ոզիան մեռավ, Եսային տեսավ Աստծուն։ Կան մարդիկ ձեր կյանքերում, որոնք խաղում են ձեր տան անդամների կամ ձեր համար Ոզիայի դերը, որովհետև եթե ինքը կա, դու չես կարող Աստծուն պաշտել, որովհետև եթե ինքը կա, դու չես կարող գաս Տիրոջը, լսիր, այսօր ես քո աղոթքիդ մեջ մի նոր անուն եմ ուզում ավելացնեմ, գնա աղոթելուց եւ ասա, ով է այն Ոզիան, որ կանգնացնում է իմ երեխաներին, կամ իմ կնոջը, կամ իմ ամուսնուն, որ չգա Աստծուն, գցիր այդ Ոզիային։ Հենց այդպես, գցիր այդ Ոզիային, ասա Ոզիա։ Ես ուզում եմ, որ դու ասես, որ այդ անունը տուն գնալու ճանապարհին չմոռանաս, մի հատ էլ ասա Ոզիա։ Ասում եմ Ոզիայի մեռած տարին, Եսային տեսավ Աստծուն։ Սակայն ես այստեղ ուզում եմ, որ դու ուշադրություն դարձնես եւս մի կարևոր բանի վրա։ Ես չտեսա որովհետեւ որ Եսային մեկն ասել, «Այսուրս եկել ըստեղ էս ներկայության մեջ մտե, այ պիղծ շուրթերով մարդ»։ Եսային ինքը առաջինը ասաց ես այդպիսին եմ։ Այստեղ մի հատ կարևոր նրբություն եմ ուզում, որ դու նկատես։ Մի թող, որ Հիսուսը մտնի քո սենյակ ներքին եւ քեզ ասի ինչը պիտի վառես։ Դու գնա նրան ասա, սա վառի, ինչ է քո մեղքի անունը։ Դուր իրան։ Կա մարդ, որ հասկացավ ինձ։ Եսային ասեց, ես եթե խնդրեմ նորից չենք գնա, այս համարը շատ լավ համար է, շատ լավ։ Գնա մի քիչ ավելի առաջ գնանք, հետ գնանք ներողություն։ Հետ գնանք, եւ ես ասացի, ոչ մեկ իրան չի ասել, երիտասարդ դու ինչպես ես հայտնվել այս ներկայության մեջ, դուրս արի մի հատ այստեղից, պիղծ շուրթերով մարդ։ Եվ ասում եմ, ես ասացի, վայ, գիտեք ում ատես է Եսային, նախամարմնավորված Քրիստոսին, բացատրեմ հայերենով, աշակերտները տեսան մարմնավորված Քրիստոսին մարմնի մեջ, Եսային տեսավ դեռ չեկած, դեռ մարմին չհագած Քրիստոսին, նախա մարմնավորված Քրիստոսին տեսավ, ասել,
Ոյ, որովհետև ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթունքներով խոստովանում է, նա իկպել Աստծո ներկայությունը, մտել Աստծո ներկայության մեջ, մարդկա ինչքան իրան ուզում ես ասես տիկին, եղբայր, աղջիկ ջան, տղա ջան, էսի մեղքա, էսի սխալա, չէ, պիտի ինչ որ մի բան բացվի սրա մեջ։ Եսային Ոզիայից հետո տեսավ Աստծուն։ Ես աղոթում եմ, որ քո կյանքից ընկնի այն Ոզյան, որը չի թողում դու Աստծուն պաշտես, որը չի թողում դու լիակատար լինես Աստծունը, որը չի թողում, որ սրտանցը զգաս, որ Հիսուսը ոչ թե միայն քո մարմնի բժիշկն է, նա քեզ դրա համար է պետք, այլ նա քո հոգու Տերն է։ Իսկ հիմա ես պատրաստում եմ քեզ մի բան ցույց տամ։ Սա լավ տեսանք։ Սա Եսային ասեց, այ, ես կորած մարդ եմ, որովհետև պիղծ շրթունքներով, նշանակում է Եսային քֆրչի է եղել։ Ասես պիղծ շրթունքներով մարդ եմ, փիսպաներ է խոսացեց մարդը։ Եվ ասեց, ապրում եմ իմ նմանների մեջ։ Տեսեք ինչ ասում, ապրում եմ այսպես մի ժողովրդի մեջ, որ իմ նման պղծաշուրթ է։ Ո՞ց իմ աչքերը տեսան սորած Տեր թագավորին։ Թագավոր Հիսուսին են ասում, գիտեք։ Տեր Հիսուսին են ասում։ Նա մեր Տերն է եւ Եսային Ոզիայից հետո տեսավ Հիսուսին։ Իսկ հիմա ես էկրան եմ բարձրացնում մի բան, որ Պենտեկոստ են եւ Եսայի մարգարեության Եսայի հանդիպումը Աստծո հետ նույն ծրագիրը եւ նույն ծրագիրն է։ Եք միասին սա տեսնենք։ Նայ այստեղ։ Եսային եւ երրորդությունը, նայի։ Եսային տեսավ Աստծուն, երբ իր կուռքը Ոզիա անունով ընկավ։ Այո, այտենց ասում Սուրբ Գիրքը։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Հետո վառեցին նրա բերանը ինչով։ Կրակով, հետո նոր նրան ուղարկեցին Աստծո գործի համար, ասեց ում ուղարկեմ։ Նա ասեց ինձ, որովհետև նրա բերանը հրեշտակն արդեն վառել էր։ Վերադառնում ենք Պենտեկոստե, աշակերտները եւ Սուրբ Հոգին։ Աշակերտները տեսան երկնքից վայրեջ կատարողում Աստծուն։ Հետո ինչ եղավ։ Կրակը վառեց նրանց բերանը։ Հետո ինչ եղավ։ Այդ կրակը, որ եկավ, նրանց պատրաստեց աշակերտներ, ուղարկեց վկաներ լինելու Քրիստոսի համար։ Նույն սխեման է։ Նույն գործելակերպն է, նա երեքն այսօր, նա հավիտյան նույնն է, Տերը չի քրչացել, Տերը չի պակասել, Տերը չի պակասել քո կյանքից, որովհետև կարող է Ոզիա քո կյանքում, դրա համար չես կարող գաս Աստծուն լիակատար, Ոզիա, եթե դու նկատում ես կամ մեկը, որ քեզ կանգնացնում է, քեզ բռնում է, ինքը կարող է շատ սիրուն տեսքով լինի, սկի չասես, կին ընդեղ Ոզիային ներկայացրեց, ես իմ ինչ, չէ, Գրված է հրեշտակը սատանան լուսե կերպարանքով էլ հանդես գալի, հրեշտակի կերպարանքով էլ։ Ուղղակի խնդիրը սա է, որ քեզ փոխանցեմ, ով քեզ բռնում է չգալ Աստծուն եւ չաճել Աստծու մեջ, դա քո Ոզիան է, գցիր դրան։ Գցիր աղոթքով, որովհետեւ նա երբեք իր փառքը ուրիշին չի տա։ Որովհետև Աստված է միակ Աստվածը, նրան է պատկանում փառքն ու պատիվը, հանճարն ու գիտությունը, զորությունն ու իմաստությունը, նա է միակ Աստվածը, նա է միակ Աստվածը։ Գործք առաքելոց 4-րդ գլխում գրված է։ Ինձ երեք մեկը Մարիամով Այ մարդ քցում են ինձ մեղքի մեջ, էլի հոզորովից չի։ Տեղից այդքան Պետրոսին պարտքեմ երկնքում։ Հիմա էլ Մարիամի խնդրեմը առաջացավ։ Դուք ինչու Մարիամի անունը չեք տալիս, ասում է եկեղեցում։ Ասում եմ, ձեզ դա է անհանգստացնում։ Ես Մարիամ չեմ պաշտում։ Ես կարծում եք սխալվել եմ Մարիամին չպաշտելուց։ Այո, ասում ներեցեք, ես գիտեմ, որ գործ առաքելոցում 4-րդ գլխում գրված է հետևյալ արտահայտություն։ Մալմալաթի պես համարը։ Մալմալաթ, նայեք ոնց է գրված։ Չկա ուրիշ անուն, ասում չկա։ Չկա ուրիշ անուն, ոչ երկնքի տակ, ոչ երկրիս երեսի, ոչ միտեղ, որով մարդը կարող է փրկվել բացի Աստծո որդու միակ որդու Հիսուս Քրիստոսի անունով, բոլորն ասեցին ամեն։ Պենտեկոստյան եկեղեցում չի կարող պաշտվի Մարիամ։ Պենտեկոստյալ եկեղեցիներում պիտի պաշտվի Քրիստոսը։ Եսային չտեսավ Մարիամին, չտեսավ ոչ մեկին, Եսային տեսավ Հիսուսին։
եւ դա բավական էր։ Ամեն, շատ լավ։ Դու ինչ-որ մի բան վերցնում ես։ Լավ, մենք բոլորս խոսում ենք կրակից, նայեք ամենտեղ կրակ, Պենտեկոստե օրը կրակ, աշակերտների վրա կրակ, եսային կրակ եւ այլն, բայց ես մի ցավալի ստատիստիկային բարձրացնելու հիմա վերև։ Աշխարհում վիճակագրական տվյալները պարզել են, որ ամենաշատ հավատացյալները կան Ամերիկայում։ 350 միլիոն բնակիչ ունի 50 նահանգը։ Եվ այստեղ շատ անցյալ անգամ ես բերեցի վիճակագրական տվյալներ, թե ինչքան մարդ է ավելանում ամեն օր բայց հիմա այս վիճակագրական տվյալն այստեղ նայի, ասա 77, ԱՄՆ-ում հավատացյալների 77%-ը հայտնել է, որ օգտագործում է առցանց պաշտամունքների ծառայություն, չի կարող թե կրակ լինի։ Եթե հավատացյալների 77%-ը պիշամոն հագը, կակաոն ձեռը, դիվանու վրա պարկած հավաքույթ է նայում, ծառայությունը նայում, ինքը չի կարող լինի կրակոտ, ինքը ուղղակի չգիտի, թե երբ է ինքը վաղուց հանգել դիակի պես դառել։ Այն մնացածը, այն մի քանի տոկոսը, որ մնացել է, լսեք, ես չեմ ուզում որևէ մի եկեղեցու կամ որևէ մի հատ անհատի կպնեմ, Տիրոջ առաջ եմ ասում, բայց առաջին անգամ ոտքս որ դրեցի Ամերիկա, ինչից որ մեծ զարմանք ապրեցի եւ հետագայում դրա մեջ էլ շատ երկար ժամանակ եղա ու տեսա, դա այստեղ գործող եկեղեցիների ոչ կրակոտ վիճակն է։ Համաձայն չեք։ Լսեք, Հիսուսը մի բան ասաց աշակերտներին։ Այսօր առավոտյան կարդում էի Մարկոս ավետարանում գրված է. փախեք ու զգուշ մնացեք երկու բանից. Փարիսեցիների թաթխմորից եւ Հերովդեսի թաթխմորից։ Սա ինչ է նշանակում։ Փարիսեցիների թաթխմորը ասաց հերու մնացեք ռելիգիայից, որովհետև ռելիգիան դա սիստեմ է, իսկ սիստեմի մեջ ընկրդացանց է, Հերովդեսը դա քաղաքականություն է, ասաց այս երկուսից հերու մնացեք, այս երկուսի թաթխմորների մեջ չխառնվեք, ռելիգիան ասում է ես ճանաչում եմ Աստծուն, ոնց, ասում է տարկա գրված է, ես ճանաչում եմ հին ուխտը գրված է, նոր ուխտը գրված է, ռելիգիան ունի տար, չունի հոգի։ Հիսուսն ասաց, փախեք փարիսեցիների թաթխմորից, դա սիստեմը։ Պարզա եկեղեցին, որը հավատում է կենդանի Աստծուն, պետք է եկեղեցին իր մեջ ձայն ունենա։ Ամեն, ամեն։ Կարող ես մի հատ կրակոթելը ծափահարել, հələ տեսնեմ դու 77-ի մեջ ես, թե 23-ի։ Ահա, պարկ, լաչեց։ Արագ իրար հետևից մի քանի բանարի նայենք։ Սուրբ Հոգու վայրեջքը Պենտեկոստեում ուներ մի քանի պատճառներ։ Նախ լցվեր ներկաների մեջ, հպվեր նրանց բերաններին եւ հոգու կրակով, բերաններին հոգու կրակով եւ նրանց օծեր ուղարկելու զորությամբ։ Այս որ աշակերտները լցվեցին, եկավ միաբան էին 120 հոգին, 10 օր եւ այլն լցվեցին, օրտնվեցին, կրակել լեզուներ եւ այլն։ Էդի տես չէ որ այս պաժարը վրեքները ման էին գալիս։ Այս նրա համար էր, որ Աստված նրանց օծեց կրակով ուղարկելու համար։ Այո, հաջորդ բանը նայենք։ Հետո նրանք ինչ եղան, մկրտվեցին Սուրբ Հոգու, այսինքն լցվեցին հոգով եւ սկսեցին աղոթել եւ սկսեցին խոսել լեզուներ։ Երբ նրանք մկրտվեցին հոգով, նրանք դարձան մեկ, միավորվեցին որպես եկեղեցի, մեկ։ Ասեք, որ լավ է, երբ որ տանը կա միաբանություն։ Թե մարդկա սովորը, չէ, ես ուզում եմ մեր տանը լինի շուխուր։ Թո միշտ լինի կռիվ, դա հետաքրքիր է, դա հետաքրքիր սցենար է։ Չէ, բոլորդ ուզում եք լինի միաբանություն, ուզում եք ձեր երեխաները լսեն ձեզ, ուզում եք, որ ձեր ամուսինը, ձեր կինը իրար հետ հաշտ լինեք, հա, ուզում եք երեխաները ձեզ հնազանդ լինեն, լավ պատկեր է, չէ, միաբանության մեջ կա խաղաղություն, միաբանության մեջ կա մեկ մտածելակերպ, միաբանության մեջ կա մեկ հոգի, միաբանության մեջ կա մի գաղափարի շուրջը բոլորը միավորվեն, այսպես եղավ աշակերտների հետ, այո, այսպես եղավ, միավորվեցին որպես եկեղեցի, հետո խոսեցին լեզուներով, ես ուզում եմ ասեմ, որ վայրեջ կատարեց ինչ տեղի ունեցավ, խոսեցին լեզուներով, սա էլ աշակերտներ պատրաստելու համար էր, աշակերտներ պատրաստելու Աստծո գործի համար։ Մի բան եմ ուզում նայենք, ինչ է նպաստում, քանի մարդ է ուզում լցվի Սուրբ Հոգով։ Արդեն
Գալիս է լանչի վախտերնագարի, ես հասկանում եմ քեզ, քանի մարդ է ուզում լծվի հոգով։ Մեկ դուք նայում եք ուրիշներին եւ ասում, «Ո՞չիշ լծված հոգի է»։ Ես քեզ բերել եմ հիմա օրինակ, որ իմանաս դու ոնց լծվես։ Եվ որ մարդիկ նայում են, որ ինչ-որ մեկը կրակների մեջ է, սուրբ հոգու օծության մեջ է եւ այլն, հա ես էլ եմ ուզում, շատ լավ ես անում, ճիշտ բան ես ցանկանում, բայց հիմա ուզում եմ, որ իմանաս ոնց դու դրան հասնես։ Ինչ է նպաստում սուրբ հոգով լծվելու համար։ Ինչն է նպաստում։ Նայ, աղոթք Աշակերտներն անում էին դա, ես քեզ պիտի տանեմ անպայման վերնատուն, որ իմանաս, դա օրիգինալ մոդելն էր, ճիշտ լծվելու։ Աշակերտներն աղոթում էին, ուրեմն Սուրբ Հոգով լծվելու համար քեզ պետք է աղոթք, կար համայնք, եղբայրություն, համայնք կար, այն 120 հոգին են մի սենյակի մեջ, էդի դու համայնք ունես, սա քո համայնքն է։ Եկեղեցին որտեղ դու եկել ես, սա քո համայնքն է։ Այո, աղոթք, համայնք, Աստծո խոսք, աշակերտները ուսումնասիրում էին Սուրբ գրությունները, չմոռանաս վերնատնից աչքը չհեռացնես։ Ծոմապահություն, երկրպագություն, գովաբանություն, սրանք բոլորը քեզ կդարձնեն լեցուն քրիստոնյա։ Ամեն։ Եթե դու նստես հանկարծ եւ ասես, «Օ Տեր, ես այնքան հոգնած եմ իմ կյանքից»։ Մի երկու հատ այդպես պոետիկ արտահայտություններ էլ միտեղից քերես քանդես անես։ Ես հոգնած եմ, Տեր։ Հետո եկել է Տիրոջ առաջ։ Ես տանջված եմ, Տեր։ Բոլորը հոգնած են եւ բոլորը տանջված են։ Եթե դու արդեն ծնվել ես այս աշխարհի մեջ, դու ստեղ կհոգնես էլ կտանջվես էլ։ Դու այս աշխարհում կլացես էլ, կորուստներ էլ կունենաս, հա՞։ Ատենշի։ Հիսուսը ձեզ ասել է, որ դու գաք այս երկրավոր աշխարհի մեջ ապրելու լավա լինելու ձեզ համար չկա տես բան գրած Սուրբ գրքում։ Ես մի անգամ պատասխանել եմ ձեր հարցին։ Նա չի ասել, որ երբ որ դու գաք աշխարհ, մենք անեծքի պատգամները անցնելու ժամանակ ասացինք, ի՞նչն է պատճառը, որ մարդիկ այս աշխարհում լացում են, կորուստներ ունեն, ցավեր ունեն, բաժանություններ ունեն, վերջը մահեր եւ այլն, որովհետեւ աշխարհը դրված է չարության վրա։ Սա է պատճառը։ Նա չի ասել, որ լավա լինելու։ Լավա լինելու գիտես երբ նրա մոտ։ Լավա լինելու երկնքում։ Ամեն։ Մենք ստեղ ժամանակավոր մարդիկ ենք։ Մենք պանդուխտ մարդիկ ենք եւ անցնում ենք, բոլորս էլ անցնում ենք ամեն մեկը իր դժվարություններով, իր մարտահրավերներով, իր խնդիրներով, բայց ես ուզում եմ քեզ մի բան ասեմ, հանկարծ չհամարես դա ումպագորգոր նախադասություն, որովհետեւ մեկը մի օր դու եսի քո մտքից անելու ես, ասելու ես։ Պրոբլեմներ կան, որոնք թակում են մեր դուռը, չկա տենց մարդ, որի դուռը չի թակե։ Բայց ես ուզում եմ, որ այսօր դու գնաս աղոթքի ժամանակ, եթե կունենաս երեկոյան աղոթք, դու քո պրոբլեմին ասես։ Գիտես, դու շատ մի տեսակ նստար ուսերիս վրա։ Դու շատ իմ շնչառությանս վրա նստար։ Դու քթալով կերար իմ կյանքը եւ իմ նյարդային համակարգը քանդեցիր։ Ես եկել եմ այսօր քեզ ասելու, «Էй, պրոբլեմ, ես Աստված ունեմ»։ Ես ասացի ասա նրան, ես Աստված ունեմ։ Տուր նրան բարձր ծափահարություն։ Հալելույա։ Ուզում ես իմանաս ոնց ես լցվում։ Յուրիկ եղբայրարի այստեղ 1 րոպեով։ Խնդրում եմ արին։ Յուրիկ եղբայրը որտեղ է կանգնում։ Խնդրում եմ կանգնեք ձեր տեղը։ Յուրիկ եղբայրը մի եկեղեցու ծառայությունից հետո վազելով գալիս է մյուս ուրիշ եկեղեցի։ Բացի դրանից Յուրիկ եղբայրը շուտ գալիս է այստեղ փորձերի, մի հատ էլ գալիս է 5 շաբթի օրը, հա, փորձերի։ Յուրիկ եղբայրը այստեղ կանգնած է, մի բան անում։ Վիկա բարձացիր այստեղ։ Մենք խոսում ենք ինչպես անենք, որ Սուրբ Հոգով լցվենք։ Փառաբանության մնացած 3 ծառայողին արագ կխնդրեմ այստեղ։ Ուրեմն երբ որ Յուրիկ եղբայրը նվագում է, դու լցվում ես։ Ես այնքան մարդկանցից եմ լսել վկայություն, որ երբ որ այս եղբայրը ծառայում է, դուք լցվում եք։ Կամ մարդ, որ Յուրիկ եղբոր ծառայությունից օրհնվել է, տվեք Տիրոջը իր համար բարձր ծափահարություն։ Հա, Փառք Հիսուսին։ Ուրեմն ես ճիշտ էի։ Revival Church of Hollywood եկեղեցու փառաբանության առաջնորդն է։ Այս աղջիկը անձնուրաց տարիներ շարունակ ծառայում է ձեզ։ Քանի մարդ է օրհնված իր համար։ Փառք Հիսուսին։ Մի հատ սրտանց ծափահարիր, որ դու էլ բարձրանաս։ Ամեն։ Մնացած բեք վոկալը եւ Շուշանիկը մյուսները երգում են, որպեսզի դուք լցվեք։ Յուրիկ եղբայրը նվագում է, որ դու լցվես։ Վիկան եւ մնացածը երգում են Շուշանիկը, որ դու լցվես։ Քո հովիվը ծառայում է, որ դու լցվես։ Ամեն։ Դուր սրա համար Աստծուն բարձր ծափահարություն։ Մենք այս ամենը անում ենք, որ դուք լցվեք։ Շաբաթ օրը բարձրանում ենք առավոտ կանուխ սար, աղաղակում ենք Աստծուն, որ քո վրա լինի օրհնություն, պաշտպանություն։ Ամեն։ Փառք Տիրոջը, կարող եք նստել։ Յուրիկ եղբայր ջան, դու մնատեղ, հելես, մնատեղ։ Ալելույա։ Փառք Հիսուսին։ Ահա Պենտեկոստեի իմաստը։ Ամեն բան արվում է, որ դու լցվես։ Մնացին միաբան,
Մնացին աղոթքի մեջ, մնացին սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ, հաշտվեցին իրար հետ, համայնքի մեջ հատուկ Տերը տարավ իրանց միտեղ, որ հաշտվեն իրար հետ, այս ամբողջը տենց էր։ Հետո նրանից հետո իջավ Աստված, Սուրբ Հոգին, իջավ կրակը, բայց հիմա մենք մոտանալու ենք միտեղ, որ խնդրում եմ ինձ բացատրեք, ես կուզեմ, որ դուք մի բան նվագեք։ Խնդրում եմ ինձ բացատրեք, դուք սկզբից ասացիք, որ Պենտեկոստեի օրի աղոթքի լեզուները եւ Պողոսի ասած լեզուները դրանք տարբեր բաներ են, միանշանակ այո։ Միանշանակ այո։ Ներկաները ասում էին. լսեք, մենք հիմա մոտենալու ենք մի հատ կարևոր բան տեսնելու։ Այս գալիլացիները, այս աղքատ, անգրագետ, նրանց ասում էին անուս, չուսուցանված, չկրթված։ Ես ինչ տեսակ են խոսում մեր լեզուներով։ Հիմա ես քեզ տանում եմ այնտեղ, որ տեսնես ես ինչ լեզուներով են խոսացել, ինչու են խոսացել եւ ինչու է գործ կառաքելոցը սկսվում Պենտեկոստեի դեպքերով եւ ինչու է այսքան մեծ շեշ դրված այս լեզուների վրա, նախ ասեմ, որ Աստված այս լեզուները որպես գերբնական պարգև օգտագործեց, որպեսզի աշակերտների միջոցով այդ լեզուները, հեսա գրվածը միտեղ կարդալու ենք, Աստծո մեծամեծ բաները պատմեն։ Լեզուները, որը դու աղոթում ես, դրանք Աստծո մեծամեծ բաները չեն պատմում։ Պողոսն ասում է լեզուները, որ դուք աղոթում եք, դա հոգու լեզու է, որ դուք լցվեք։ Նշում է դուք լցվեք։ Եվ աշակերտներն ասում են. «Հա, սա ինչ է»։ Մտքի հրաշք։ Miracle mind։ Մտքի հրաշք։ Ինչ բան է։ Ես ասկի մեր լեզվով տարերը գրել չգիտեմ, գալիլացի ձկնորսն ասում էր. Ես հիմա խոսում եմ արաբերեն, ես հիմա քեզ ավելի ծանր բան եմ ցույց տալու։ Ես խոսում եմ Կիլիկիայի երկրից եկած ժողովրդի լեզվով, ես խոսում եմ պարսիկների, պարթևների լեզվով, ես նրանց հետ խոսում եմ ու պատմում եմ, թե ով է Աստված։ Ես ինչ պետք է հրաշք, այ մտես ինչ հակատարվում մեզ այդ։ Լսիր, եկ միասին գնանք Կորինթացիների թուղթը։ Հիմա Պողոսն է խոսում, որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, որովհետև ոչ ոք չի լսում, բայց հոգով խորհուրդներ է խոսում, որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում։ Հիմա 4-րդ խոսքն եմ ուզում, որ նայենք, նույն Կորինթացիների, լեզուով խոսողը իր անձն է շինում, իսկ մարգարեացողը եկեղեցին է շինում, այսինքն կառուցում։ Ուրեմն ես այստեղ առաջին նախադասության կարիք ունեմ հասկանալու, լեզուներով խոսողը իր անձն է կառուցում։ Պենտեկոստե օրը չի գրված այդպես բան, որ աշակերտները, որոնք լեզուներով աղոթեցին, իրենց անձը կառուցեցին, գրված է ուրիշներին քարոզեցին։ Այսինքն լեզուն տրվել է որպես գործիք քարոզելու Աստծո մեծամեծ բաները պատմելու համար, այո։ Սա էս է եղել։ Հիմա մարդիկ ասում են, եթե մեկը կարող է ձեր մեջ հարց առաջանա, եթե կարդացել ես առաջի Կորինթացիների 14-րդ գլխում ընդե պարգևների մասին է եւ կա լեզուների ուրեմն թարգմանություն։ Լեզուների թարգմանությունը դա նույնպես այդ լեզուների աղոթքը չէ, որը Պենտեկոստոյում է, դա ուղղակի թարգմանության պարգև է, բայց դա էլ լեզուներ չի։ Կորինթացիների թղթում գրվածը դա Պենտեկոստեինը չէր։ Պենտեկոստեում կատարվածը դա Կորինթացիներին չէր։ Սա տարբերակ է, սա շատ կարևոր բան է։ Միլիոն քրիստոնյա այս բանը կարողա չգիտի։ Որովհետև ես զարմանում եմ, որ հարցնում եմ, ասում եմ, դե նույն բանն է, Պենտեկոստեի օրը չէ, լսեք ընկերներ, պարզ գրված է, լեզուները տրվեց որպես գերբնական նշան Աստծո մեծամեծ բաները օտար ազգերին պատմելու համար։ Այո, իսկ հիմա արինայինք հունարենում տես ինչ է եսի ասում։ Հունարենը, որով գրվել է գործ կառաքելոցը, այստեղ խոսվում է էտերես գլոսես բառի մասին, էտերես գլոսարիաս բառնը, որը թարգմանաբար նշանակում է այլ լեզուներով էին խոսում, տարբեր լեզուներով։ Հիմա մեկ ուրիշ բան նայիր, գրված է, սրանք մարդկային լեզուներ էին, հայտնի որպես գլոսա, գլաս, ձայն, խոսք, լեզու բառներ կամ բարբառներ, դիալեկտոս բարբառ, լսել եք, բարբառ, որ մարդը բարբառով է խոսում, օրինակ լեննականցիները բարբառ, գաստ է լեննականցի, ալելույա, լեննականցիները երևանցիների պես չեն խոսում, ես քեզի սիրեմ գ, մենք առանց գ-ի ենք սիրում, իրանք գ-ով են սիրում, բայց իրանցը համով է, ես քեզի սիրեմ գ, չէ,
Էդի գիտեք ինչա, դիալեկտոս։ Ասма աշակերտները ոչ միայն խոսում էին ուրիշ ազգերի լեզուներով, այլ հələ դրանց բարբարներով էլ հետը։ Ես ոստեղ չեմ կարողանում տեղավորվեմ հետո, որոնք աշակերտները նախկինում չէին էլ սովորել, անուս գալիլացի ձկնորսներ, բայց որոնք անմիջապես հասկացան Երուսաղեմի այցելուներ, այսինքն այդ լեզուները հասկացան Երուսաղեմ այցելած բազմազգ ամբողը, աշակերտները ոչ։ Նրանք օգտագործվում էին դիալեկտոսով եւ ամեն ինչով, ուրեմն Էթերաս գլասես այդ տարբեր լեզուները եւ դիալեկտոս այդանք բոլորը օգտագործվել են, այսինքն նկատում եք ազգի լեզու է խոսվել եւ նաեւ այդ ազգի դիալեկտն է եղել, բարբարն է եղել։ Գիտեք, բարբար դա լեզվի տարածաշրջանային, ուրեմն սոցիալական մի հատ ձև է, օրինակ վերցնեմ սենց, արտաշացին կասի «Իգասես», ով կա ստեղ արտաշացի։ Ես ուղղակի ասեմ, սա դիալեկտ, բարբար է, իգասես, այսինքն եկել եմ։ Երևանցին ասում է ես եկել եմ, արտաշացին կասի իգասես, Ղարաբաղցին կասի գիտում չեմ, Երևանցին կասի չգիտեմ, Լեննակացին կասի սիրեմ գ, Երևանցին կասի ես սիրում եմ քեզ, սա կոչվում է դիալեկտոս։ Այսինքն աշակերտներն անգամ այդ տարածաշրջանների բարբարով էին խոսում, որ եկած ազգը հասկանար, օ փառք էստեր, գերբնակ, դու գիտես ում առաջ ես հիմա նստած, ես խոսում եմ Պենտեկոստեում վայրեջ կատարած Աստծո զորության եւ կարողության մասին, որ ամեն ազգի ներկայացուցիչ որ եկել է, կլիներ բարբարով, թե անբարբար, բոլորի հետ խոսել է Աստծո մեծամեծ բաների մասին, բայց այս մեծամեծ բաների վրա կանգ ենք առնելու։ Մի հատ նային գործ կառաքելոցը, դուք ինչ-որ մի բան վերցնում եք, քանի մարդ է ինչ-որ մի բան վերցնում այսօր։ Լսի, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսալ, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս, ինչպես որ Հոգին։ Եվ Երուսաղեմում բնակված էին հրեաներ, Աստվածավախ մարդիկ երկնքի տակի ամեն ազգերից է։ Հետո այս համարանայի հրեաներ եւ նորահավատներ, կրետացիներ, ազգերի տեսակներ ասում, կրետ կղզին ծանոթ է ձեզ հունական, կրետ, արաբ, սրանք լսում էին, որ նրանք մեր լեզուներով Աստծուն ասում են, ինչ-որ մի գալիլացի մարդ արաբերեն, հունարեն, մեծամեծ բաներ են խոսում, ինչ, Աստծո մեծամեծ բաները, ես 3 ժամ եմ կորցրել, աղոթելու եւ Տիրոջը հարցնելու, ինչ է նշանակում, Աստծո մեծամեծ բաներն են խոսում, հիմա այս կարևոր նյուանսը վերցրու։ Գիտես, եթե հանկարծ գալիլացի մի տղամարդ 120-ից խոսեր, ասեր մեծարում ենք քեզ, ամենակարող Աստված եւ արաբը կանգնած լսեր, ես կարծում եմ քիչ բան կվերցներ արաբը դրանից, որտեղ կասեր դե դու քո Աստծուն ես պաշտում, մենք էլ մեր Աստծուն ենք պաշտում, քո համար քոնն է մեծամեծ, մեր համար էլ պարսիկների կրակի Աստվածն է մեծամեծ, հետո ինչ, բայց ասած բան չի եղել, գիտես ինչ ա եղել, նրանք լեզուներով պատմում էին Աստծո մեծամեծ գործերի մասին, որ նա է միակ ու ճշմարիտ Աստվածը, որ հավիտենությունից առաջ կար ու կա մինչև հավիտենություն, նա է ստեղծել երկինքը, երկիրը, արարել, ստեղծել մարդուն, նա այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն Քրիստոս Հիսուսին, որին դուք խաչեցիք օրեր առաջ Երուսաղեմում, ուղարկեց մարդկության փրկագինը վերցնելու համար, նրան խաչեցին, դրեցին գերեզման, երրորդ օրը հարություն առա, նա է փրկիչը բոլոր ազգերի եւ բացի նրանից ու բացի նրա անունից չկա էլ ուրիշ փրկություն եւ էլ ուրիշ փրկիչ։ Ահա ինչ է խոսում լեզուներով։ Հալելույա։ Լեզուներով խոսում էին պատմելու Քրիստոսի հրաշքների մասին։ Ես Աստծուն փառք եմ տալի, որ ես քրիստոնյա եմ։ Ես Աստծուն փառք եմ տալի, որ ես պենտեկոստալ քրիստոնյա եմ։ Ես Աստծուն փառք եմ տալիս, որ ես ունեմ Հիսուսին իմ կյանքում։ Ես փառք եմ տալիս, որ ընտրության հարցում չեմ սխալվել։ Բացականչի նրան, հալելույա։ Հալելույա։ Եթե դու էլ չես սխալվել Աստծո ընտրության հարցում։ Ամեն։ Լսիր։ Մեկը ունի Մուհամեդ,
մյուսը ունի Կրիշնա, մեկը Բուդա, մեկը Սուլեյման։ Իմ ու քո Աստծո անունը ինչ է։ Հələ մի հատ բարձր ասա նրան։ Բարձր Հիսուս գրվածական չիրինց եւ ես կգամ անուն բարձր բոլոր անուններից անունդ մեծարվի գարասո ինչ սիրուն անուն ես դու հալելույա Իսկ հիմա մի հատ բան եմ ուզում ասեմ այնպես չէ որ դա առաջին անգամ եմ լսել այստեղ հատկապես դա ընդգծված է Ամերիկայում ասում են որ լեզուներով աղոթքը ուշադիր 2000 տարի առաջ Աստված տվել է աշակերտներին որ գնան ավետարանը քարոզեն տարբեր ազգերին այդ լեզուներով որ պատմեն Աստծո գործերի մասին այսքան տեղը համաձայնեմ իրենց հետ ասում են բայց երբ որ առաքյալները մահացան այսինքն լեզուներն էլ մահացան լեզուները վերջացան այստեղ ես ուզում եմ բոլոր նրանց ովքեր ծարավ ունեն Աստծո խոսքը կարդալու, հասկանալու, լեցվելու, ինձ մի փոքր ուշադիր լսեն, ավելի ուշադիր։ Ես դիմում եմ ձեր տրամաբանությանը։ Առաքյալները առաջին դարում այս սցենարը որ տեսանք, որ Սուրբ Հոգին վայրեջ կատարեց նրանց վրա եւ այդ գերբնական լեզուները օգտագործեց տարբեր ազգերին Քրիստոսի մեծամեծ հրաշքների մասին պատմելու, սա հասկացանք։ Աշակերտները ել չկային։ Արդեն մի քանիսն էին մնացել, Հովանեսը կամ մի քանիսը, ասպարեզ է դուրս գալիս Պողոս առաքյալը։ Պողոս առաքյալը Պենտեկոստեին չի մասնակցել։ Պողոսին տեսնում են Գործք առաքելոցի 7-րդ գլխի վերջից եւ 8-ից սկսվում է ասպարեզ դուրս գալ Սողոս անունով մեկը, որ հալածում էր Քրիստոսի եկեղեցուն, Պենտեկոստեն անցել էր։ Հիմա Պողոս առաքյալն է գրի առաջի Կորինթացիների 14-րդ գլուխը։ Դու հարցրել ես երբ են դա գրել։ Առաջի Կորինթացիների 14-րդ գլուխը գրվել է 55 թվականին, Պենտեկոստեից անցել էր 55 տարի եւ նա խոսում էր լեզուներից։ Կա մարդ որ հասկացավ։ Ասма լեզուները սա կոչվում է ռելիգիոզնի եկեղեցի։ Ես չեմ ուզում երբևիցե իմ չհասկանալու պատճառով անարգեմ Աստծո գործը։ Ոնց մարդը կարող է ուզում է խոսել լեզուներով դեռ չի խոսում դա այլ բան է բայց ասել լեզուները մեռել են ու դա չկա առաքյալների հետ գնացել է ապա ես մեջտեղ եմ բերում մի առաքյալ Պողոս անունով որ ինչ տեղ է տալիս լեզուների աղոթքին լեզուներով աղոթողը շինում է իր անձը 55 տարի անց Եփեսոսում այս թուղթը գրել է Եփեսոսից Պողոսը Եփեսոսի բանտում նստած է բարձր չեք մոռանասա Հիմա քանի մարդի հավատում, որ լեզուները գործում են, այո։ Եկ մի քանի բան նայենք ու հետո աղոթելու ենք։ Հոգով միասնական, շատ կարևորություն տուր տանդ մեջ եւ հոգուտ մեջ բերելու խաղաղություն։ Եթե քո ներսը փոթորկված է, դեռ ոչ մի բանի համար մի խնդրիր, ապա ասա Տեր, բեր մեջս խաղաղություն։ Հələ թող խաղաղություն գա։ Գրված է Գործք առաքելոցում ու թող Տիրոջ երեսից ձեզ համար գան խաղաղության օրեր։ Չի ասում թող Տիրոջ երեսից ձեզ համար գան կանաչ դոլարներ։ Ասում թող Տիրոջ երեսից ինչու խաղաղություն դա շալոմ բառն է, որը նշանակում է Աստծո էություն։ Ասում թող Հիսուսը լցվի ձեր մեջ, թող նրա սրբությունը, նրա արդարությունը, նրա խաղաղությունը, նրա իմաստություն Սուրբ Հոգով լցվի ձեր մեջ, թող Տիրոջ երեսից կան խաղաղության օրեր, միասնական, Աստծո խոսքին կարդնած, Սուրբ Հոգով զորացած աղոթող եկեղեցին վերցրեց Պենտեկոստեի օրը ամբող ինքն էլ միջազգային։ Ոնց մի րոպե Պենտեկոստե օրը 120 հոգին որ են միաբանված Վերնատանը արդեն չեք մոռանում չէ որ Վերնատանն էին նրանք ու նրանք 120-ն էին ու նրանք հաշտվեցին իրար հետ ու նրանք սպասեցին եւ ինչ տեղի ունեցավ ասում է այդ 120-ը Պենտեկոստե օրը մի պահ որ Սուրբ Հոգին վայրեջ կատարեց նրանց վրա
ասма միջազգային բան վերցրեցին, սկսեցին տարբեր ազգերին, տարբեր իրանց ազգերի լեզուներով աղոթել եւ խոսել, եւ այդ ազգերը լսում էին, թե ինչպես են այս մարդիկ գալիլացիները պատմում Քրիստոսի մասին, Աստծո մեծ գործերի մասին, Աստծո ծրագրերի մասին, որ նա է միակը, սա էր կարևորը։ Դիմացի մարդը պետք է հասկանար, ես այն Աստծուն, որ հավատում եմ, ասում այդի հեչ, բա որը մեջ, ասում նա է միակը, եթե մի հատ է Աստվածը, բա ես ասում եմ հավատում, նրանք այնպես էին լեզուներով խոսում, որ փոխվեց նրանց աստվածպաշտությունը, եւ նրանք վեկալեցին տարբեր ազգերից, Կիլիկիայից, Պարթևներից, արաբներից, կրետներից, հույներից, տարբեր ազգերից վերցրեցին ժողովուրդ եւ 3000 մարդ այդ օրը դարձի եկավ։ Ամեն։ Բայց հələ մի ուրիշ բան քեզ ցույց տամ։ Հալելույա։ Արինային գործ կառաքելոցը նորից։ Այս գիրքը չես մոռանա այլևս։ Երբ որ այս ձայնը եղավ, բազմություն եկավ մեկտեղ եւ կիտվեցավ, որովհետեւ ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզուներով խոսում էին։ Հոպ եկան, հույնը, արաբը, միսը եկան, եւ ամենքը հիանում էին եւ զարմանում էին ու իրար ասում էին. Չէ՞ որ սրանք ամենքը, գալիլացի մարդիկ են, այս ինչ լեզվով են խոսում։ Հետո գալիլացի մարդիկ էին, այս ինչ լեզվով են հիմա սրանք խոսում։ Այստեղ այս խոսակցություններ գնում։ Հիմա նայիր, Աստված այդ օրը օգտագործել է գերբնական պարգև ծնելու միջազգային եկեղեցի։ Դու ինչ ազգի ես պատկանում, հա? Դու հրյա չես, դու հայ ես, այո? Դու որ երկրում ես հիմա, Ամերիկայում, որտեղ 1000 ազգ կա, այո? Ու այդ 1000 ազգը, չէ՞, 1000 ազգից մարդիկ կան, որ հավատում են Աստծուն, այդ տարբեր ազգերից։ Լսեք, այդ ամենի Փեղմնավորումը սկսվել է Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Հոգին վայրեջ կատարեց։ Որովհետև եթե ինքնաթիռը չնստի, ուղևորը դուրս չի գա, վայրեջ կատարել եւ ուղևորներին արձակեց ամբողջ աշխարհով մեկ ավետարանելու Քրիստոսի մասին։ Նա մեկ մարդու, լսիր, ես խոսում եմ այն Աստծո մասին, որին դու հավատում ես եւ որի առաջ ես այսօր եկել նստելու։ Նա մեկ, լսում ես, մեկ մարդու Մովսես անունով օգտագործեց 3 միլիոնին գերությունից դուրս անելու։ Նա 120 աշակերտի օգտագործեց այս միջազգային ծառայություն անցկացնելու համար, բայց 12-ին էլ հետո առանձին ուղարկեց ամբողջ լեզուներից ու ցեղերից միջազգային մեկ տիեզերական եկեղեցի ստանալու համար։ Փառք Հիսուս։ Եսայից մի բան նայենք, ահա Տիրոջ ձեռքը եսա բերել եմ ձեզ ասեմ, խնդրում եմ ուշադիր բոլորդ կարդացեք սա, ուզում եմ ձեր սրտերն այսօր օրհնված, ուրախացած, լցված, ուզում եմ որ դուք մխիթարված տուն գնաք, որ իմանաք այն Աստծո առաջ, որ այսօր եկել եք, նրա ձեռքը չի կարճացել, Աստված չի փոչուրացել, Աստված թոշակի չի անցել, Տերը չի քչացել, Տերը չի մտել, Տերը չի ծերացել, նա թոշակի չի գնացել, Տիրոջ ձեռքը չի կարճացել, փրկելուց, ու նրա ականջը չի ծերացել լսելուց։ Լսել եք երբևիցե մեկի մոտ, որ մի բան ասում է, հե՞, նստել է, էլի մարդու լսողությունը։ Մի քիչ ես մոտիկանում, մտածում ես, որ մոտ գամ, որ ասեմ, էլ չասի, հե՞, ասում ես, բան են, որ բան, իչ, այս ականջս, այս ձախը գրիպից հետո, սա գցում են քովիդից հետո այս ականջը շատ, հե՞, այդ ցավը տանեմ ներվային համակարգս խանգարվեց, էլի չես լսում, ուզում ես ասես ձեզ կամ տոտա ջան մի հատ ապարատ վեկալ եւ այլն, որտեղ ձայնալարերից դուրս եկան արդեն, ինքը չի լսում, ստեղ գրված է, ապարատ պետք չի Աստծուն, որտեղ նա չի ծառացել յուրիկ եղբայր, եւ նրա ձեռքը չի կարճացել քեզ փրկելու, ու նրա ականջը չի ծանրացել լսելու, եւ Աստծո ժողովուրդը համաձայնվեցին ու ասեցին. Դուք ասում եք, որ այսինչ քարոզիչը կրակոտ է, սևականների եկեղեցին հզոր փառաբանություն ունի, գժի պես երգում են, փառաբանում են, դրանց եկեղեցիներում աղաղակ կա, այսինչ հովիվը, այնինչ հովիվը կրակոտ է, լցված է։ Այո, այդպես եք ասում, դուք նայում եք կրակոտ մարդկանց եւ այդպես եք ասում, հիմա սա լսիր, Աստված ունի
մի բազմա հազարանոց հավատացյալների բանակ, որ գալիս են իր առաջ ջարդված, փշրված, ջարդու փշուրեղած, սպառված, կոմպրոմիսների գնացած, մեղքին գերի դարած, եւ այստեղ հարց է առաջանում, որն է հոգնածության տանունը, որ տարել է քեզ մեղքի, որն է հոգնածության պատճառը, որ տարել է քեզ մեղքի, որ կրակը հանգել է քո կյանքում։ Մի նայիր սրան նրան, մի նայիր նրա սրան նրա կրակին, կրակ պետք է փափագել եւ պետք է Եսայի պես ասել, վառի այն, ինչ անմաքուր է իմ ներսում Տեր։ Կոնկրետ Եսային գիտեր իր շարթունքներն է, որն է իմ ու քո վառելու տեղը, ասա վառի սա, որ ես էլ լինեմ ուղարկված անոտ։ Ամեն, փառք Հիսուսին։ Հալելույա։ Ուզում եմ որ դու ոտքի կանգնես։ Հալելույա, փառք Տիրոջը։ Յուրիկ եղբայրը երբ որ եկավ մեր եկեղեցի կուլտուրական մարդ էր։ Անգավ իմ ձեռը դառավ անկուլտուրական։ Հիմա այն մարդը ումից վաբշե արձագանք չէի սպասում, ինքն արձագանքում։ Յուրիկ եղբայր, գիտեք Սուրբ Հոգին ձեզ հպվել է։ Մի քիչ է ձեզ հարբած եմ տնում, ալելույա, դա նորմալ է։ Յուրիկ եղբորից ձայն է դուրս գալիս, ինքն է խարիզմատ ձայն է դուրս գալի, փառք Աստծուն, որովհետև Տերը հպվել է, ամեն։ Ես այսօր խոսեցի Սուրբ Հոգու վայրեջքի մասին, որը տեղի ունեցավ Պենտեկոստեում, քանի մարդ ինչ որ բան վերցրեց, ես ուզում եմ, որ մենք աղոթենք։ Ապացուցիր Աստծուն, որ դու ջախջախված հավատացյալ չես։ Որքան էլ բեռը ծանր է իմացիր կա մեկը, ում ձեռքը չի կարճացել, ում ձայնը չի դադարել, ով չի քչացել, ամեն, եղիր կրակոտ, եղիր կրակոտ։ Ես ամեն անգամ մի հատ պարզ հասարակ օրինակ եմ բերում, դուք ծիծաղում եք, բայց կուզեի չծիծաղեիք, այլ դրա վրա մտածեիք, ասում եմ ճանճը, որ ճանճը ուղիղ չունի, բայց որ տենումը գազօջախի կրակը վառած, երբեք վրան չի նստում։ Հա? Այդքան խելք ունի այդ կրակին չկպնի, սատանան չի կարող կպնել կրակոտ հավատացյալի, որտև ինքը գիտի այդ կրակը վառող է, որովհետև դե ես չեմ տեսնում Պենտեկոստե օրը մի նախադասություն վերաբերվող դևին, այդ վայրում այնպիսի խայտարակ պաժարեր, ինչ սատանա, ես չեմ տեսնում նրան դե աշակերտները լցված էին կրակի մեջ և նրանք դուրս եկան և ինչ արեցին, այսօր կա ինտերնետ, այսօր կա տեխնիկա, ինքնաթիռ, ավտոներ, ամեն հնարավորություն, բայց եկեղեցիները քիչ են, որովհետև իմ սիրտը ուրիշ բաներով է զբաղված։ Վիլյամ Սարոյանը ասում էր, իմ սիրտը լեռներում է, քո սիրտը որտեղ է, բացակայի սիրտը որտեղ է։ Եթե մեր բոլորի սիրտը լիներ Պենտեկոստյան Աստծո վրա և ասեիր վայրեջ կատարերից վրա, ես կսկամ, որ դու իջար, որովհետև երբ ինքնաթիռը վայրեջք է կատարում հողին խփելով, ես ցնցվում եմ, ցնցիր ինձ քո հոգով, ցնցիր ինձ Պենտեկոստյան կրակով, հալելույա Տեր, ես բերում եմ իմ աղոթքս Հոր Որդու և Սուրբ Հոգու անունով, Հայր այսօրվանից սկսած, մեզ խնդրում եմ Տեր, վերականգնիր մեզ, վերականգնիր թող այդ ջարդ ու փշուր վիճակը մաքրվի մեր մեջից, այդ տխուր, տրտունջ, բողոքող, այդ ամեն ինչը թող վերցրվի մեր վրայից։ Մենք եկել ենք Պենտեկոստյան Աստծո առաջ և աղոթում ենք, բեր մեր մեջ այդ կրակը, ցնցիր մեզ, հպվիր մեզ, վայրեջ կատարիր մեր մեջ, իջացրու մեր մեջ, Եսայու տեսած կրակը, գրվածա հրեշտակը կրակը առավ ու վառեց Եսայու բերանը։ Ես աղոթում եմ, որ քո զոհասեղանից այսօր դու կրակ վերցնես և վառես մեր մեջ այն ամենը, ինչը անմաքուր է, սուտ, նախանձ,
չարախոսություն, դատ, բամբասանք, սուտ վկայություն, մեղքի գերություն, վառիր է դիտեր, մենք քեզանից շատ բաներ ենք ուզում, օծություն, պարգևներ, լեզուներ, բայց ամեն բանը հերթով պիտի լինի, սկզբից պիտի Եսայու պես ասենք, աչքերս Տեր թագավորին տեսավ, ինչ պղծաշուրդ մարդ եմ ես, Սուրբ Հոգի, աղոթքս է, որ օգնես, որ մենք մեզ տեսնենք, ինչն է իմ հոգնածության անունը, որ տարել է ինձ տվյալ մեղքի մեջ, վառիր այդ մեղքի զորությունը, քանդիր դրա ուժը, խլիմ թշնամուց իր զորությունը, հոր որդու և Սուրբ Հոգու անունով եմ աղոթում, խլիմ ներսից ամեն վախ, ամեն մեղքի գերություն, խլիմ թշնամուց իր իշխանությունին վրա, խլիր նրա զորությունը, վառիր ամեն անմաքուր կրակովը Տեր, ինձ դարձրու այնպիսի անոտ, որի ներսը կլցնես Տեր, նոր լեզուներով, նոր երգով, նոր օրհնության խոսքերով, կարգավորիր իմ հոգևոր կյանքը, կարգավորիր իմ ներսը, ես ուզում եմ ինչպես Դավիթն ասեց, հոգիս ծարաված է քեզ, ինչպես եղնիկները կփափագեն աղբյուրի ջրերին, այնպես հոգիս ծարաված է իմ Աստծուն, ես քո ջրերն եմ ուզում, ես քեզ խմել եմ ուզում, թող Հիսուսից շատ լինի իմ ներսում, թող կյանքի ջրերը բխեն մեր ներսից, դու ասացիր Հիսուս ամեն ինձ հավատացողի փորից կբխեն ջրեր, կյանքի ջրեր, ես ուզում եմ, որ մեր ներսը լցվի նոր կրակով, ես ուզում եմ, որ մեր ներսից բխի այդ ջրերը, բայց դրա համար կա մի նախապայման, փափագել կրակին, փափագել ջրերին, փափագել քո ներկայությանը, ինչպես աշակերտներիդ պահեցիր 10 օր ինտենսիվ աղոթքի, միաբանության, շփման, Սուրբ Գիրքը ուսումնասիրելու, գովաբանության մեջ, հետո կերպնական ձևով հանկարծ դինամայ նրանց չսպասած օրը վայրեջ կատարեցիր վերնատանը և վառեցիր քո հոգու փոցով վառիր մեզ Տեր, հալելույա